Բոլորս կազմում ենք մինչև տարեվերջ անելիքներն ավարտելու եւս մի քանի օր ծույլ լինելու ծրագրեր։ Սա հնչում է լավ, լուսավոր, սակայն ունի թունավոր կողմեր։ Համենայն դեպս այսպես են կարծում շատ փիլիսոփաներ եւ սոցիոլոգներ։ Օրինակ, շվեդ սոցիոլոգ «Լավ լինելու սինդրոմը» գրքի համահեղինակ Կարլ Սեդերստրոմը կարծում է, որ ինքնախնամքը դարձել է բարոյական պարտավորություն, արտադրողականության գործիք, շուկա, որտեղ ակնկալվում է անընդհատ կատարելագործել մեր մարմինը, մտքերը, սնվելը եւ այլն։ Resolution number 1. Obviously we'll lose 20 pounds. Number 2. Եվ երբ հոգնած, անհանգիստ եւ ուժասպառ ենք, խնդիրը ձևակերպվում է որպես անձնական ձախողում, այլ ոչ թե չափազանց շատ բան պահանջող համակարգ։ Սա մի բան է, որը նկարագրել է ֆրանսիացի փիլիսոփա Միշել Ֆուկոն դեռևս 20-րդ դարում։ Հիմնական գաղափարն այն է, որ ժամանակակից աշխարհում մեզ ոչ մեկ ոչինչ չի ստիպում, մենք ինքներս ենք մեզ ստիպում։ Ինչպես ասում են, կատարյալ համակարգը այն է, երբ մարդիկ իրենց են վերահսկում։ Կապիտալիստական աշխարհում աշխատանքի մշակույթը այս տրամաբանության մեջ է տեղավորել նաև գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերը։ Նա ասում է, որ աշխատանքը բացի տնտեսական գործունեությունից դարձել է բարոյական արժեք, լավ մարդ լինելու նշան, համոզմունք, որը հաջողությունն է ապահովում մեր արժեքը։ PowerPoint. Իսկ այս մշակույթը քննադատվում է, որովհետև մարդիկ անձնական նախագծեր չեն, որոնց վրա միշտ աշխատելու տեղ կա։